Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները հասել են սահմանագծին, Հենդոն վերջապես որոշել է խոսել: Նա տարիներ շարունակ պահել է գաղտնիքը, գիտակցելով, որ եթե ինքն ասի ճշմարտությունը, կարող է կործանել ընտանիքը: Բայց այս անգամ նա որոշում է գնալ ընտանիքի, այսինքն որդու դեմ: Նա Միքայելին ասում է, որ եթե Հենրին չպատմի Անգելինային, ինքը ստիպված է լինելու դա անել իր փոխարեն: Միքայելը հստակ գիտի, եթե ճշմարտությունը բացահայտվի, Աննան երբեք նրան չի ների, չէ՞ որ հենց ինքն էր տարիներ առաջ խլել Աննայի և Սոսի երեխային՝ սեփական շահերից ելնելով: Այդ մեղքը տարիներ շարունակ ուտում է նրա ներսից, բայց նրա ամենամեծ վախը Աննային կորցնելն է: Նա գիտի, որ Աննան Սոսի նկատմամբ միշտ առանձնահատուկ զգացմունք է ունեցել, և հիմա, երբ Սոսը կրկին հայտնվել է, ամեն ինչ կարող է փլուզվել: Միքայելը համաձայն է նույնիսկ Աննային կորցնել, բայց ոչ Սոսի մոտ լինելու գնով: Հենրին փորձում է հոր Միքայելի մեղքերը քավել իր լռությամբ: Նա որոշում է լռել, քանի որ հասկանում է, որ այդ գաղտնիքի բացահայտումից հետո քարը քարի վրա չի մնա շախունցների ընտանիքում: Գնում է Անգելինայի մոտ մտադրությամբ բացել ճշմարտությունը, բայց հենց վերջին պահին վախենում է: Նա վախենում է, որ Անգելինան իրեն երբեք չի ների, իմանալով, թե ինչ դեր ունի նրա ընտանիքն իր ճակատագրի մեջ: Այդ վախը Հենրիի ներսում վերածվում է խառնաշփոթի, մեղքի, սիրո և հուսահատության խառնուրդի: Եվ հենց այստեղ է գալիս ամենացավալի պահը: Հենրին գալիս է Աննայի տուն, բացում դուռը և տեսնում մի տեսարան, որը ոչ միայն շփոթեցնում, այլև կոտրում է նրան: Աննան և Սոսը միասին են, ավելին, նրանք նույնիսկ համբուրվում են: Իհարկե Աննայի մասին նման բան խոսելն ավելորդ է, բայց Սոսը զոռով համբուրում է Աննային: Իհարկե տեսնողը նման բան չի կարծի ու Հենրիի համար այս ամենը հիասթափություն, ցավ ու զայրույթի նշան է թողնում: Նա Աննային միշտ սիրել է ոչ թե որպես ուղղակի իր հոր կին, այլ որպես հարազատ մայր: Բայց հիմա տեսնում է, որ այն ընտանիքը, որը ինքը փորձել է փրկել ստերի վրա հիմնված հիմքերով, փլվում է իր աչքերի առաջ: Արդյոք ճշմարտությունը վերջապես պատրաստ է բացահայտվել, թե՞ բոլորը վախենում են այդ հետևանքներից: Միքայելի անցյալի մեղքերը սպառնում են ոչ միայն Աննայի և Սոսի, այլև Հենրիի ու Անգելինայի ապագային: Սերիալի գլխավոր թեման ճշմարտությունն ընդդեմ սիրո, առավել սուր ձևով է դրվում այս դրվագում: Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաս գրել քո կարծիքը հեռուստասերիալի մասին և գրես, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին ես ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիր ավելին իմանալ: Այո, Հենդոն վերջապես որոշել է խոսել, քանի որ նա Աննային այլևս այդ տան պատերից ներս չի պատկերացնում: Նա կտրուկ Միքայելին ասում է, որ եթե Հենրին Անգելինային չբացահայտի այդ ճշմարտությունը կապված իր կենսաբանական ծնողների մասին, ապա դա անելու է ինքը: Ու այս ամենը Միքայելը շատ լավ գիտակցում է, որ Հենդոն հենց այնպես ոչինչ չի ասում և հավանաբար որոշել է բացել խաղաքարտերը, որպեսզի Միքայելից հեռու մնա Աննան: Հենդոն առանց այն էլ Աննային տանել չի կարողանում: Իհարկե այս ամենն այն բանից հետո, երբ Միքայելը Հենդոյին խոստովանեց, որ Աննան իրենց տուն է մտել հղի, այն էլ Սոսից: Բայց Սոսը պետք է հեռանա երկրից: Այդպես է Միքայելի պահանջը: Միքայելը Սոսին առևանգելուց հետո նրա փրկագինն է նշանակել, որ Սոսն ընտանիքով պետք է երկրից հեռանա: Բայց Սոսը որոշել է, որ մենակ չի գնա ու որոշել է իր հետ տանել Աննային: Բայց արդյոք Աննան պատրաստ է Սոսի հետ գնալ: Իհարկե ոչ: Քանի որ նա արդեն սիրում է Միքայելին, ոչ թե Սոսին: Հատկապես Սոսի արարքներից հետո նա տանել չի կարողանում: Նրան ու Սոսին կապում են միայն իրենց համատեղ երեխան, այն էլ դեռ գաղտնի: Դեռ ճշմարտությունը չի բացահայտվել ու հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե երբ է վերջապես Անգելինան պարզելու իր իրական ծնողների մասին:
Անգելինան էլ տառապում է, որովհետև Բետին նրան ասաց, որ Հենրին գիտի իր կենսաբանական ծնողների մասին ու դա ցավ է պատճառում Անգելինային, երբ հասկանում է, որ իր սիրած տղամարդն իրեն խաբել է։ Հենրին գալիս է Անգելինայի տուն ու որոշում բացահայտել ճշմարտությունը, բացել Անգելինայի աչքերը, բայց այդպես էլ չի կարողանում, քանի որ շատ լավ հասկանում է, որ դրանից հետո անխուսափելի է բաժանումը։ Անգելինան կիմանա, որ Հենրին այսքան ժամանակ իրենից թաքցրել է այդ կարևոր գաղտնիքն ու այլևս ներում չի լինի Հենրիին։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, արդյոք Հենրին որոշում է խոսել ու Անգելինային պատմել ճշմարտությունը, թե որոշում է լռել ու այդպես ավելի խորացնել Անգելինայի ցավը։ Իսկ ինչպես է վարվելու Հենրին Աննային ու Սոսին միասին տեսնելուց հետո։